Պաշտոնական այցով Իսրայելում գտնվող ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հարգանքի տուրք է մատուցել հրեից հոլոկոստի զոհերի հուշարձանին։ Նախարարի ընդունելության պաշտոնական արարողությունից հետո Հեյգելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է ռազմական աջակցություն տրամադրել տարածաշրջանում իր կարևորագույն դաշնակցին։ Խոսելով Թել Ավիվում, Հեյգելը նշել է նաև, որ համաձայնություն է ստեղծվել Իսրայելին շուրջ $10 միլիարդ արժողությամբ ռազմական տեխնիկայի վաճառքի շուրջ, այդ թվում նաև ամերիկյան արտադրության հրթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի վերաբերյալ։ Մերձավոր արևելյան տարածաշրջան Հեյգելի մեկ շաբաթյա ճամփորդության ընթացքում նախատեսվում է այցելել Հորդանան, Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա։ ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի տեխնիկական համալսարանի այս լաբորատորիայում մասնագետները ռոբոտների կարողությունների զարգացման վրա են աշխատում։ Փոքրիկ այս ռոբոտները հատակի վրա ստեղծված յուրօրինակ ստեղնաշարի վրա Բեթհովենի երաժշտական ստեղծագործություններ են կատարում։ Պրոֆեսոր Մագնուս Էգերստերի խոսքերով նպատակն է ռոբոտների թիմային աշխատանքին հասնելը։ Ռոբոտները միմյանց հետ հաղորդակցվում են հատուկ սենսորների միջոցով։ Նրանցից մեկի հիշողությունում ձայնագրված է երաժշտությունը, որի կողմից գործընկեր մյուս ռոբոտներին են ուղարկվում գործողությունների հրահանգները ազդակների միջոցով։ Նախապես ծրագրված մաթեմատիկական ալգորիթմը կառավարում են ռոբոտների թիմային աշխատանքը։ Դեռևս էքսպերիմենտալ փուլում գտնվող այս ծրագրի նպատակն է ռոբոտների խմբային աշխատանքը կիրառելի դարձնել արտակարգ իրավիճակներում և բնական աղետների ժամանակ։ ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքի արվարձաններից մեկում 5 մարդ է սպանվել բնակելի մի շենքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում։ Դեպքի վայր հասած ոստիկանության աշխատակիցները շենքի հարակից ավտոկայանում հայտնաբերել են հրազենային վնասվածքով 2 վիրավոր անձանց։ Ոստիկանները կրակ են բացել, երբ վիրավորվածներից մեկը փորձել է հրազեն կիրառել, ինչի արդյունքում երկուսն էլ մահացել են։ Ավելի ուշ ոստիկանությունը շենքում հայտնաբերել է ևս 3 անձանց դիակներ։ Միջադեպի պատճառների վերաբերյալ մանրամասնություններ չեն փոխանցվել։